Պատերից կախվեցին նկարներ, ամրացվեցին թերթերից կտրված հանված պատկերներ, որոնք հաճախակի փոփոխվում էին։ Հարավային մի բնանկար, գերմանական գավառական մի քաղաքի, հավանաբար Հալլերի ծննդավայրի համապատկերը մեջ ընդմեջ կախված էին այնտեղ գունագեղ լուսավոր ջրանկարների հետ միասին։ Հետո իմացանք, որ դրանք նկարված են իր ձեռքով։ Այնուհետև լուսանկարը գեղեցիկ երիտասարդ մի կնոջ կամ ջահել աղջկա։ Որոշ ժամանակ պատից կախված մնաց սիամական մի Բուդդա։ Նրան հաջորդեց Միքելանջելոյի գիշերվա մի վերատպություն, ապա Մահատմա Գանդիի դիմանկարը։ Գրքերը զբաղեցնում էին ոչ միայն մեծ պահարանը, այլև լցված էին ամենուրեք՝ սեղաններին, հին, գեղեցկատես գրասեղանին, բազմոցին, աթոռներին, հատակին, գրքեր էջերի մեջ դրված թղթե ներդիրներով, որոնք նույնպես շարունակ փոխվում էին։ Գրքերի թիվը գնալով ավելանում էր, քանի որ նա ոչ միայն գրադարաններից բերում էր ամբողջական կապոցներ, այլև հաճախակի փոստով ստանում էր ծանրոցներ։ Մարդը, որն ապրում էր այս սենյակում, գիտնական լինելու բոլոր նշաններն ուներ։ Դրան համապատասխանում էին նաև ծխախոտի ծուխը, որն այստեղ ծածկում ու պարուրում էր ամեն բան, և ամենօրեկ թափված ծխախոտի մնացորդներն ու մոխրամանները։ Սակայն գրքերի մեծ մասը գիտական չէին, մեծաթիվ գրքեր ներկայացնում էին բոլոր ժամանակների ու ժողովուրդների բանաստեղծների երկերը։ Բազմոցի վրա, որտեղ հաճախ էր պառկած անցկացնում իր ամբողջ օրը, երկար ժամանակ ընկած մնացին 18-րդ դարի վերջերի մի հաստափոր գրքի բոլոր 6 հատորները։ Վերնագիրն էր Սոֆիի ճանապարհորդությունը Մեմելից Սաքսոնիա։ Գյոթեի և Ժան Պոլի լիակատար ժողովածուները մաշված տեսք ունեին, ինչպես նաև Նովալիսը, բացառություն չէին կազմում Լեսինգը, Յակոբին և Լիխտենբերգը։ Դոստոևսկու հատորների մեջ խցկված էին գրոտած թղթեր։ Մեծ սեղանի վրա, բազմաթիվ թղթերի ու ձեռագրերի մեջ հաճախ երևում էր մի ծաղկաման, այդտեղ էր նաև ջրաներկերի տուփը, որը սակայն մշտապես ծածկված էր փոշով, դրա կողքին մոխրամաններ և, սա էլ չպետք է մոռանալ, զանազան շշեր, խմիչքներով հանդերձ։ Ծղոտահյուսկով պատված շիշը մեծ մասամբ լցված էր լինում իտալական կարմիր գինով, որ նա բերում էր մոտակա փոքր խանութից, երբեմն հայտնվում էր բուրգունդական գինի, երբեմն մալագա, իսկ բալի թրմողյով հաստափոր շիշը, ինչպես նկատեցի, կարճ ժամանակում գրեթե դատարկվեց, ապա անհետացավ ինչ-որ անկյունում ու ծածկվեց փոշով, այլևս չարժանանալով ուշադրության։ Չեմ ցանկանում իմ լրտեսությունն արդարացնել և ազնվորեն ասում եմ, որ սկզբնական շրջանում այս բոլոր թեկուզև մտավոր հետաքրքրություններով լցված, բայց իրականում թեթևամիտ ու անկանոն կյանքի նշաններն իմ մեջ ծնում էին հակակրանք ու անվստահություն։ Ես ոչ միայն չափավոր քաղքենու կյանքով ապրող մեկն եմ, որ սովոր է իր աշխատանքը և ժամանակը ճշգրտորեն կարգավորել, նաև չխմող ու չծխող եմ, և Հալլերի սենյակում այդ շշերն ինձ համար ավելի տհաճ էին, քան մնացած նկարչական անկարգությունները։ Ինչ վերաբերում է քնին ու աշխատանքին, ապա օտարականը դրանց նույնպես նայում էր շատ անկանոն ու քմահաճ։ Օրեր էին պատահում, երբ նա առհասարակ դուրս չէր գալիս, և առավոտյան սրճից բացի ուրիշ ոչնչով չէր սնվում, երբեմն իբրև նրա ճաշի մնացորդ, մորաքույրս այլ բան չէր գտնում, քան ընդամենը մեկ բանանի կեղև։ Բայց այլ օրերին նա սնվում էր ռեստորաններում, հաճախ շատ լավ, ընտիր ռեստորաններում, երբեմն էլ որևէ փոքրիկ արվարձանային պանդոկում։ Նրա առողջությունը, ինչպես երևում էր, ամուր չէր։ Ոտքերի արգելակումից բացի, որի պատճառով հաճախ բավական դժվարությամբ էր բարձրանում սանդուղքները, նրան հավանաբար տանջում էին նաև այլ հիվանդություններ։ Ինքն էլ մի անգամ իմիջիայլոց ասաց, որ արդեն երկար տարիներ է ոչ կարգին մարսում է, ոչ էլ կանոնավոր քնում։ Ես դա ամենից առաջ կապեցի նրա խմելու հետ։ Ավելի ուշ, երբ մի անգամ նրա հետ մտա այն պանդոկներից մեկը, որտեղ ճաշում էր, տեսա, թե ինչպես էր արագորեն և ինքնահաճորեն խմում գինի։ Գավաթ գավաթի ետևից, սակայն թունդ հարբած նրան ոչ ինքս, ոչ էլ մեկ ուրիշը չտեսավ։ Երբեք չեմ մոռանա մեր առաջին անձնական հանդիպումը։ Մենք միմյանց ճանաչում էինք այնքան, որքան կարող են ճանաչել հարևան սենյակներում վարձով ապրողները։
Մի անգամ երեկոյան, վերադառնալով գրասենյակից, ի զարմանս ինձ տեսա պարոն Հալլերին երկրորդ և երրորդ հարկերի միջակա սանդղահարթակի մոտ նստած։ Նստել էր սանդուղքի ամենավերին աստիճանին և մի կողմ թեքվեց, որ ինձ անցնելու հնարավորություն տա։ Հարցրեցի. արդյոք իրեն վատ չի զգում և առաջարկեցի ուղեկցել։ Հալլերն ուշադիր նայեց ինձ և ես հասկացա, որ նրան դուրս էի բերել ինչ-որ երազային վիճակից։ Դանդաղորեն սկսեց ժպտալ իր գեղեցիկ ու խղճահարույց ժպիտով, որով հաճախ տանջել էր իմ սիրտը, ապա խնդրեց նստել իր կողքին։ Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ սովոր չեմ ուրիշների սենյակների առաջ նստել աստիճանների վրա։ Ախ այո, ասաց նա և ժպտաց ավելի ուժեղ, դուք իրավացի եք, բայց մի պահ սպասեք, ես ձեզ ցույց կտամ, թե ինչու այստեղ նստեցի, մնացի մի փոքր։ Ապա ցույց տվեց երկրորդ հարկի բնակարաններից մեկի առջևի հարթակը, որտեղ ապրում էր այրի մի կին։ Մանրահատակով ծածկված փոքրիկ հրապարակում սանդուղքների, պատուհանի և ապակեպատ դռան միջև պատի մոտ կանգնած էր կարմրափայտի պահարան, անագե հին զարդապատկերներով, իսկ պահարանի առջևում, հատակին, ցածրիկ պատվանդաններով երկու մեծ թաղարներում դրված էին երկու տուփ՝ լեռնավարդ և արաուկարիա։ Թփերը հրաշալի տեսք ունեին և միշտ պահպանվում էին շատ մաքուր ու անթերի, դա ինձ համար էլ հաճելի ու դուրեկան էր։ Տեսնում եք, շարունակեց խոսքը Հալլերը, արաուկարիայով այս փոքրիկ հրապարակը, որ բուրում է կախարդիչ բուրմունքով, հաճախ չեմ կարողանում անցնել դրա կողքով առանց մի փոքր կանգ առնելու։ Ձեր մորաքրոջ տանը նույնպես անուշահոտություն կա, իշխում են կարգուկանոնը և արտակարգ մաքրությունը, բայց այստեղ, արաուկարիայի այս փոքրիկ հրապարակում, որն այնպես է շողում մաքրությամբ, այնպես է մաքրված փոշուց ու լվացված, ձեռք չտալու չափ այնքան մաքուր է, որ պարզապես ճառագում է։ Այստեղ մշտապես ուզում եմ լիաթոք շնչել։ Դուք նույնպես զգում եք բուրմունքը, ինչպես է հատակամոմի և բևեկնախեժի թույլ հոտը միախառնված կարմրափայտի, բույսերի լվացված տերևների և մնացյալ բոլոր անուշահոտություններին ստեղծում մի ախորժելի բուրմունք, ստեղծում բյուրգերական մաքրության, բարեխղճության և ճշգրտության ամենավերին արտահայտությունը, պարտքի և հավատարմության իրականացումը, փոքր չափերի մեջ։ Ես գիտեմ, ով է այդտեղ ապրում, բայց այս ապակեպատ դռների ետևում պետք է որ լինի մաքրության և փոշուց զերծ բյուրգերականության դրախտը, դրախտը կարգուկանոնի և մանր սովորությունների ու պարտականությունների հանդեպ սրտառուչ վեհերոտ նվիրվածության։ Քանի որ ես լսում էի, ուստի նա շարունակեց. խնդրեմ, մի կարծեք, թե հեգնում եմ, սիրելի պարոն, ոչինչ ինձնից ավելի հեռու չէ, որքան այս քաղքենիությունն ու կարգուկանոնը։ Ճիշտ է, ես ինքս ապրում եմ այլ աշխարհում, ոչ այստեղ և հավանաբար մեկ օր էլ չէի դիմանա այն տան մեջ, որտեղ կան նման արաուկարիաներ, բայց թեև ծեր ու ողորմելի տափաստանի գայլ եմ, այդուամենայնիվ նույնպես իմ մոր զավակն եմ, և իմ մայրն էլ քաղքենի կին էր, ծաղիկներ էր աճեցնում, հետևում էր սենյակների ու սանդուղքների մաքրությանը, կահույքին ու վարագույրներին և ձգտում էր իր բնակարանին ու իր կյանքին հաղորդել որքան կարելի է շատ մաքրություն, խնամվածություն և օրինականություն։ Ինձ այդ բանը հիշեցնում է բևեկնախեժի բուրմունքը, հիշեցնում է արաուկարիան և ահա ժամանակ առ ժամանակ նստում եմ այստեղ, նայում եմ կարգուկանոնի այս փոքրիկ պարտեզին և ուրախանում, որ աշխարհում դեռ նման բան կա։ Նա ցանկացավ վեր կենալ, բայց պարզվեց, որ դա դժվար է նրա համար, իսկ երբ առաջարկեցի օգնությունս, չմերժեց։ Ես լուռ էի մնում, բայց շարունակ, ինչպես դա նախկինում մորաքրոջս հետ էր պատահում, ենթարկվելով ինչ-որ կախարդանքի, որ այս տարօրինակ մարդն ունենում էր երբեմն, մենք դանդաղորեն բարձրացանք սանդուղքները և իր սենյակի առաջ արդեն բանալիները ձեռքին, նա մի անգամ էլ ուղիղ և շատ բարեկամաբար նայեց ինձ ու ասաց. «Դուք հիմա գալիս եք ձեր գրասենյակից»։ Դե հա, ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում, ապրում եմ մի քիչ կողքի քաշված, գիտեք, մի քիչ ճանապարհից դուրս, բայց հավանաբար դուք նույնպես հետաքրքրվում եք գրքերով ու նման բաներով։ Ձեր մորաքույրն ինձ մի անգամ ասաց, որ ավարտել եք գիմնազիան և լավ գիտեք հունարենը։ Այսօր առավոտյան ես Նովալիսի մոտ
մի արտահայտություն գտա, կարելի է այն ցույց տալ ձեզ, դուք էլ դրանից բավականություն կզգաք։ Նա ինձ տարավ իր սենյակը, որտեղ ծխախոտի ուժեղ հոտ էր նստած, գրքերի կույտից վերցրեց մի գիրք ու սկսեց թերթելով փնտրել։ Այս մեկն էլ լավն է, շատ լավը, ասաց նա, լսեք։ Պետք է հպարտանալ ցավով, յուրաքանչյուր ցավ հիշեցնում է մեզ մեր բարձր կոչման մասին։ Հրաշալի է, Նիցշեից 80 տարի առաջ։ Բայց սա այն արտահայտությունը չէ, որը ես նկատի ունեի, սպասեք, գտա, ահա այն։ Մարդկանց մեծ մասը չի ցանկանում լողալ, մինչև չի սովորում։ Սրամիտ չէ։ Իհարկե, նրանք չեն ցանկանում լողալ, չէ որ նրանք ծնվել են ցամաքի համար, ոչ թե ջրի, և բնականաբար նրանք չեն ցանկանում մտածել, չէ որ նրանք ծնվել են ապրելու համար, ոչ մտածելու։ Այո, իսկ ով մտածում է, ով դրա մեջ տեսնում է իր գլխավոր գործը, թեև կարող է շատ բաների հասնել, սակայն հենց իրար հետ խառնեց ցամաքն ու ջուրը, օրերից մի օր կխեղդվի։ Այսպես նա պահեց ինձ և հետաքրքրեց ինձ, և ես կարճ ժամանակով մնացի նրա տանը։ Այդ օրվանից հաճախակի էինք հանդիպում սանդուղքների վրա կամ զրույցի բռնվում փողոցում։ Եվ սկզբնական շրջանում, ինչպես այն անգամ Արաուկարիայի մոտ, ես ունենում էի այն զգացումը, որ նա հեգնում է։ Բայց դա այդպես չէր։ Ինչպես Արաուկարիայի, այնպես էլ իմ հանդեպ նա ուներ անկեղծ հարգանք, այնքան խորն էր համակված իր մենակության, ջրում լողալու իր դատապարտվածության, արմատներից իր կտրվածության գիտակցությամբ, որ երբեմն իրապես և առանց որևէ հեգնանքի կարող էր ոգևորվել, օրինակ, առօրյա կենցաղային որևէ արարքով, գրասենյակ գնալ-գալու իմ ճշտապահությամբ, որևէ սպասավորի կամ տրամվայի հսկիչի մի խոսքից։ Սկզբում դա ինձ թվում էր բավականին ծիծաղաշարժ, մի տեսակ հեգնանք և կեղծ սենտիմենտալություն, որ յուրահատուկ է ազնվական և անբան մարդկանց, բայց ստիպված էի համոզվել, որ նա փաստորեն նայում է մեր փոքրիկ, քաղքենի աշխարհին իր անոտ տարածությունից, իր օտարացումից ու տափաստանի գայլի բնությունից, ուղղակի զարմացած այդ փոքրիկ աշխարհով և սիրելով այն, իբրև ամուր ու հաստատուն, իբրև իր համար հեռու և անհասանելի մի բան, իբրև հայրենիք ու խաղաղություն, դեպի ուր նա չէր կառուցել ոչ մի ճանապարհ։ Մեր դռնապանուհու առաջ, որ շատ կարգին կին էր, նա միշտ հանում էր գլխարկը, առանց կեղծ հարգանքի։ Իսկ երբ մորաքույրս նրա հետ զրուցում էր կամ հիշեցնում, որ նրա սպիտակեղենը կարկատելու կարիք ունի, կամ թուլացել է վերարկուի կոճակը, նա մորաքրոջս լսում էր շատ ուշադիր ու լուրջ, կարծես անասելի և հուսահատ ջանք թափելով, որպեսզի կարողանա ինչ-որ բացվածք գտնել և թափանցել այդ փոքրիկ, այդ մտերմիկ աշխարհը, այնտեղ իրեն գոնե 1 ժամով ինչպես տանը զգալու համար։ Այն առաջին խոսակցության ժամանակ, դեռ Արաուկարիայի մոտ, նա իրեն անվանեց տափաստանի գայլ, և դա նույնպես մի փոքր վանեց և ալեկոծեց ինձ։ Դա ինչ արտահայտվելու ձև էր, բայց սովորեցի ընդունել, ընտելացա ոչ միայն սովորույթով ասված այդ արտահայտությանը, այլև ինքս էլ շուտով մտքիս մեջ այլ կերպ չէի անվանում նրան, քան տափաստանի գայլ, և հիմա էլ նրա համար չկարողացա գտնել ավելի դիպուկ բառ։ Դեպի մեզ, դեպի մեր քաղաքներն ու հոտային կյանքը խենթորեն մղվող տափաստանի գայլ, ուրիշ ոչ մի պատկեր ավելի ճշգրտորեն չի ներկայացնում այդ մարդուն, նրա վեհերոտ մենակությունը, նրա վայրենությունը, անհանգստությունը, բաղձանքն առ հայրենիք և հայրենազրկությունը։ Մի անգամ ես կարողացա նրան ուսումնասիրել ամբողջ երեկոյի ընթացքում, սիմֆոնիկ երաժշտության համերգի ժամանակ, որտեղ, ի զարմանս ինձ, նրան տեսա ինձնից ոչ հեռու նստած, իսկ նա ինձ չէր նկատում։ Սկզբում կատարվում էր Հենդել, ազնիվ ու գեղեցիկ մի երաժշտություն, բայց տափաստանի գայլը նստած էր խորասուզված ինքն իր մեջ։ Անհաղորդ ոչ միայն երաժշտությանը, այլև իր շրջապատին։ Նա նստած էր մեկուսի, մենակ և օտար, սառը, սակայն մտախոհ աչքերով դեմքը ցած կախած։ Ապա սկսվեց մեկ այլ պիես՝ Ֆրիդեման Բախի Փոքր սիմֆոնիան, և ես մեծ զարմանքով տեսա, թե ինչպես առաջին մի քանի գործողությունից հետո իմ օտարականը սկսեց ժպտալ և համակվել երաժշտությամբ։ Նա ամբողջությամբ թաղվել էր ինքն իր մեջ
ու երևի մի 10 րոպե շարունակ երջանկորեն այնքան ինքնամոռաց ու բարի երազների մեջ կորածի տեսք ուներ, որ ավելի իրեն, քան երաժշտությանն էի ուշադրություն դարձնում։ Երբ պիեսն ավարտվեց, նա արթնացավ, նստեց ավելի ուղիղ, թվաց, թե ուզում է վեր կենալ և դուրս գալ, բայց հետո մնաց նստած և լսեց նաև վերջին պիեսը։ Կատարվում էին Ռեգերի վարիացիաները, երաժշտություն, որը շատերի համար ընդունվում է իբրև երկարաշունչ ու հոգնեցուցիչ։ Տափաստանի գայլը նույնպես, որ սկզբում լսում էր շատ ուշադիր ու բարյացակամ, դարձավ անտարբեր, ձեռքերը գրպանը խոթեց և վերստին խորասուզվեց ինքն իր մեջ, այս անգամ սակայն ոչ երջանիկ ու երասկոտ, այլ տխուր և ի վերջո չարացած, դեմքը կրկին դարձավ բացակա, գորշ ու հանգած, տեսքը ծեր էր, հիվանդ ու անբավական։ Համերգից հետո փողոցում նրան նորից տեսա և գնացի ետևից։ Փաթաթված վերարկուի մեջ, անուրախ ու հոգնած, նա քայլում էր մեր թաղամասի ուղղությամբ, բայց փոքր, հնաոճ մի պանդոկի առաջ կանգ առավ, անվճարական նայեց ժամացույցին ու ներս մտավ։ Ակնթարթորեն ծագած ցանկությամբ ես հետևեցի նրան և նույնպես ներս մտա։ Նա նստեց այն սեղաններից մեկի մոտ, որ նախատեսված էին մանր քաղքենիների համար։ Տիրուհին և սպասավորները ողջունեցին նրան, իբրև ծանոթի, ես նույնպես բարևեցի ու նստեցի նրա մոտ։ Այստեղ նստեցինք 1 ժամ, ու մինչ ես կխմեի 2 բաժակ հանքային ջուր, նա խնդրեց բերել նախ կես, ապա 1/4 լիտր գինի։ Ասացի, որ գալիս եմ համերգից, բայց նա ուշադրություն չդարձրեց դրան։ Կարդալով իմ հանքային ջրի պիտակը, հարցրեց, թե չեմ ուզում գինի խմել, ինքը պատրաստ է հյուրասիրել։ Երբ լսեց, որ գինի բնավ չեմ խմում, դեմքին կրկին հայտնվեց անօգնական արտահայտություն և ասաց. «Այո, իրավացի եք, ես նույնպես տարիներով ապրել եմ ժուշկալ ու գինուց հեռու, բայց հիմա նորից ջրհոսի նշանի տակ եմ, մութ ու խոնավ նշանի»։ Եվ երբ կատակով ուշադրություն դարձրեցի այդ արտահայտությանը և հասկացրի, որ անհավանական է թվում, թե նա հավատում է աստղագիտությանը, նա վերստին դիմեց չափազանց քաղաքավարի այն հնչերանգին, որն ինձ հաճախ թվում էր վիրավորական, ու ասաց. «Միանգամայն ճիշտ եք, այս գիտությունը նույնպես, ցավոք սրտի, իմ մեջ հավատ չի ներշնչում»։ Ես ցտեսություն ասացի և դուրս եկա, իսկ նա տուն եկավ շատ ուշ, միայն գիշերը, բայց նրա քայլերը սովորականից չէին տարբերվում։ Եվ, ինչպես միշտ, անմիջապես չմտավ անկողին, իբրև սենյակի հարևան ես դա զգում էի անսխալ, այլ մի ժամի չափ լույսը վառած մնաց հյուրասենյակում։ Մեկ այլ երեկո նույնպես իմ մտքից դուրս չի գալիս։ Տանը ես մենակ էի, մորաքույրս բացակայում էր, տան դարպասի զանգը տվեցին և երբ բացեցի այն, իմ առջև կանգնած տեսա ջահել, գեղեցիկ մի տիկնոջ։ Երբ նա հարցրեց պարոն Հալլերի մասին, ճանաչեցի։ Նրա սենյակում փակցրած լուսանկարի աղջիկն էր։ Նրան ցույց տվեցի Հալլերի դուռը և հեռացա։ Նա որոշ ժամանակ մնաց վերևում, բայց շուտով լսեցի, թե ինչպես երկուսով իջան սանդուղքներով ու դուրս եկան, աշխուժորեն և մեծ բավականությամբ զրուցելով ու կատակներ անելով։ Շատ զարմացա, որ մեր կենվորը սիրած աղջիկ ունի, ընդ որում այդքան ջահել, այդքան գեղանի, այդքան շքեղ, և նրա ու նրա կյանքի մասին իմ բոլոր ենթադրությունները նորից ինձ թվացին անհավանական։ Բայց 1 ժամ էլ չանցավ, նա տուն վերադարձավ մենակ, ծանր, տխուր քայլերով, դժվարությամբ բարձրացավ սանդուղքները և ապա ժամերով ետո առաջ էր քայլում սենյակում ամբողջ գիշեր։ Իրոք, ինչպես գայլ վանդակում, նրա լույսը վառվում էր մինչև առավոտ։ Ես այդ հարաբերություններից բնավ ոչինչ չգիտեմ և կարող եմ միայն ավելացնել, 1 անգամ էլ նրան տեսա այդ կնոջ հետ, քաղաքի փողոցներից մեկում, նրանք քայլում էին թևանցուկ, Հարիի տեսքը երջանիկ էր։ Ես նորից զարմանքով նկատեցի, թե որքան գրավչություն, անգամ մանկականություն կարող է ունենալ նրա մտախոհ, օտարացած դեմքը, և հասկացա այդ կնոջը, հասկացա նաև մորաքրոջս կարեկցանքը, որ դրսևորում էր այդ մարդու հանդեպ։ Բայց այդ օրը նույնպես նա վերադարձավ տխուր ու դժբախտ։ Ես նրան հանդիպեցի տան դարպասի մոտ։ Վերարկուի տակ, ինչպես շատ անգամներ էի տեսել, նա պահել էր իտալական գինու շիշ և վերևում
ամբողջ գիշեր նստեց դրա հետ իր դժոխքում։ Ես ցավում էի նրա համար, այդ ինչ անհույս, կորած ու անպաշտպան կյանքով էր ապրում նա։ Դե, բավական խոսեցինք, այլևս պետք չեմ ոչ պատմություններ և ոչ էլ նկարագրություններ ցույց տալու համար, որ Տափաստանի գայլը վարում էր ինքնասպանի կյանք։ Բայց այդուամենայնիվ ես չեմ կարծում, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ մի օր առանց հրաժեշտ տալու, բայց բոլոր պարտքերը փակելուց հետո հանկարծ թողեց մեր քաղաքը և անհետացավ։ Դրանից հետո մենք նրա մասին այլևս չլսեցինք և շարունակում էինք պահպանել նրա անունով հետո եկած մի քանի նամակներ։ Նրանից մնաց միայն ձեռագիրը, որ նա գրել էր այստեղ մնալու օրերին և որը թողեց ինձ մի քանի նկատառումների հետ միասին, որոնցից երևում էր, որ կարող եմ դրանց հետ վարվել, ինչպես կամենամ։ Ես հնարավորություն չունեի ստուգել, թե որքանով էին իրադարձությունները, որ ներկայացնում էր Հալլերի ձեռագիրը, համապատասխանում իրականությանը։ Չէի կասկածում, որ դրանք մեծամասամբ հորինված, բայց ոչ կամայական մտահղացումներ են, այլ ինչ-որ բան արտահայտելու փորձ, որ խորապես ապրված հոգևոր անցքերը ներկայացնում էին տեսանելի իրադարձությունների շղարշով։ Հալլերի պատմության մեջ մասնակիորեն ֆանտաստիկ դեպքերը հավանաբար առնչվում են այստեղ ապրելու վերջին ժամանակահատվածի հետ, և ես կասկած չունեմ, որ դրանց հիմքում ընկած են ինչ-որ չափով իրական արտաքին տպավորություններ։ Այդ օրերին մեր հյուրի վարքը և տեսքը իրոք փոխված էին, երկար էր բացակայում տնից, երբեմն նույնիսկ ամբողջ գիշերներով, և նրա գրքերը մնում էին ձեռք չտված։ Այն քիչ անգամներին, երբ հանդիպում էի նրան, աչքի ընկնելու չափ աշխույժ ու ջահելացած էր թվում, երբեմն նույնիսկ ուրախ։ Դրան իհարկե հետևում էր նոր, ծանր ճգնաժամ։ Նա ամբողջ օրերով մնում էր անկողնում պառկած, առանց ուտելիքի մասին մտածելու, հենց այդ ժամանակներում պատահեց մինչ այդ չտեսնված բուռն ու անգամ կոպիտ վեճը վերստին հայտնված իր սիրեցյալի հետ։ Վեճ, որ տակնուվրա արեց ողջ տունը և որի համար Հալլերը ներողություն խնդրեց մորաքրոջիցս։ Ոչ, ես համոզված չեմ, որ նա ինքնասպան է եղել։ Նա դեռ ապրում է, քայլում է ինչ-որտեղ, իր հոգնած ոտքերով բարձրանալով ու իջնելով օտար տների սանդուղքներով, ինչ-որտեղ ուշադիր դիտում է, փայլուն մանրահատակն ու մաքուր մշակված առաուկարյաները, օրեր շարունակ նստում է գրադարաններում և գիշերները անցկացնում պանդոկներում կամ պառկում է վարձու բազմոցին։ Պատուհանից այն կողմ ականջ դնում աշխարհի ձայներին ու մարդկանց կյանքին, հասկանում, որ ինքը կտրված է նրանցից, բայց ինքնասպան չի լինում, քանզի հավատի վերջին փշրանքն ասում է նրան, որ նա պետք է մինչև վերջ դատարկի ահավոր ցավի այդ բաժակը, և որ դա այն ցավն է, որից պետք է մեռնի նա։ Ես հաճախ մտածում եմ նրա մասին։ Նա իմ կյանքը չի թեթևացրել։ Նա չուներ այն շնորհը, որպեսզի իմ մեջ զարգացներ, հենարան դարձներ ուժն ու զվարթությունը։ Օհ, ոչ, ընդհակառակը։ Բայց ես հարին չեմ և չեմ ապրում նրա պես, այլ իմ փոքր, քաղքենու, սակայն անվտանգ և պատասխանատվություններով լի կյանքով, և մենք նրա մասին հիշում ենք խաղաղ և բարեկամական զգացումով։ Ես և իմ մորաքույրը, որը նրա մասին կարող էր գիտենալ ավելի շատ, քան ինքս, բայց դա թաքուն կմնա նրա բարի սրտում։ Ինչ վերաբերում է Հալլերի գրառումներին, այդ զարմանալի մասամբ հիվանդագին, գեղեցիկ ու խորիմաստ ֆանտազիաներին, ապա պետք է ասեմ, որ այդ թղթերը, եթե ձեռքս ընկնեին պատահաբար, և նրանց հեղինակն ինձ ծանոթ չլիներ, անշուշտ վրդովված մի կողմ կնետեի։ Բայց Հալլերի հետ ունեցած ծանոթությանը շնորհիվ ես կարողացա դրանք մասամբ հասկանալ, անգամ հավանություն տալ դրանց։ Ես ձեռնպահ կմնայի դրանց մասին ուրիշներին պատմելուց, եթե դրանց մեջ տեսնեի սոսկ միայնակ մեկի, մի խեղճ խելագարի հիվանդագին ֆանտազիաները, բայց դրանք ինձ համար շատ ավելին են, ժամանակաշրջանի փաստաթուղթ, քանզի Հալլերի հիվանդությունը, դա ինձ համար այսօր պարզ է, ոչ թե մեկ անհատի քմահաճույքն է, այլ հենց ժամանակաշրջանի հիվանդությունը։ Նյարդաղն այդ սերնդի, որին պատկանում է Հալլերը,
և գուցե նյարդախտով տառապում են ոչ միայն թույլերն ու ոչ լիարժեք անհատները, այլև մանավանդ ուժեղները, ամենախելացիները, ամենատաղանդավորները։ Այդ գրառումները, միևնույն է, թե որքանով են հիմնված իրական դեպքերի վրա, փորձ են ոչ թե շրջանցիկ ուղիներով, ոչ թե գեղազարդելով խուսափել դարի մեծ հիվանդությունից, այլ դա ուղղակի դարձնել պատկերման նյութ։ Դրանք բառի ուղղակի իմաստով իրենցից ներկայացնում են անցում դժոխքով, երբեմն երկյուղալի, երբեմն հանդուգն անցում մթագնաց հոգու խառնաշփոթի միջով, որ որոշել է հաստատապես կտրել անցնել դժոխքը, չափվել քաոսի ուժերի հետ, մինչև վերջ տառապել սպառել չարիքը։ Հալերի մի խոսքը բանալի եղավ այս ամենն հասկանալու համար, մի անգամ այն բանից հետո, երբ մենք խոսում էինք այսպես կոչված միջնադարյան դաժանությունների մասին, նա ինձ ասաց. Իրականում դրանք բնավել դաժանություն չեն ներկայացնում։ Միջնադարի մարդուն մեր այսօրվա կենսակերպը կարող էր թվալ ավելի քան դաժան, սարսափելի ու վայրենի։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան, յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր սովորություն ու սովորույթ ունի իր ոճը, իրեն համապատասխան քնքշություն ու դաժանությունը, ինչ-ինչ տառապանքներ նրանց համար թվում են բնական, չարության ինչ-որ տեսակ թվում է տանելի։ Մարդկային կյանքն իսկական տառապանք, դժոխք է դառնում այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ժամանակաշրջաններ, երկու մշակույթ, երկու կրոն։ Եթե անտիկ դարաշրջանի մարդը ստիպված լիներ ապրել միջնադարում, ապա նա ողորմելիորեն շնչահեղձ կլիներ, նմանապես որևէ վայրենի շնչահեղձ կլիներ մեր քաղաքակրթության պայմաններում։ Բայց կան ժամանակներ, երբ ամբողջական սերունդներ հայտնվում են երկու դարաշրջանների, երկու կենսակերպերի միջակայքում այնպես, որ ոչնչանում է ցանկացած բնականություն, ցանկացած ավանդույթ, ցանկացած պաշտպանվածություն ու անմեղություն։ Բնականաբար, դրա ազդեցությունը ոչ բոլորն են զգում։ Այնպիսի մարդը, ինչպիսին էր Նիցշեն, այսօրվա ցավ զգաց և տառապեց շատ և մի ամբողջ սերունդ ավելի վաղ, այն, ինչ նա ապրեց մենակության և չհասկացված լինելու պայմաններում, այսօր հազարավորների ճակատագիրն է։ Գրառումները կարդալիս այս խոսքերի վրա հաճախ եմ մտածում։ Հալերը պատկանում է նրանց թվին, ովքեր հայտնվել են երկու դարաշրջանների միջակայքում, ովքեր ոչնչով պաշտպանված չեն, չունեն անմեղ մնալու ապահովություն, որոնց ճակատագիրն է մարդկային կյանքի ողջ տարակուսելիությունը իբրև սեփական տառապանք և դժոխք զգալու ծանր ոգևորությունը։ Դրա մեջ է, իմ կարծիքով, այն իմաստը, որ նրա գրառումներն ունեն մեզ համար, և հենց դրա համար վճռեցի դրանք հրապարակ անել։ Իսկ ընդհանուր առմամբ ես ցանկություն չունեմ դրանք ոչ պաշտպանության տակ առնել, ոչ էլ դատողություններ անել դրանց մասին, թող յուրաքանչյուր ընթերցող ինքը դա անի, իր խղճի համաձայն։